Քիչ առաջ պարլամենտում ելույթ էր ունենում Սասուն Միքայելյանը, նախկին հանրապետականը, ով խոսեց մարտի 1-ից, ով խոսեց հոկտեմբերի 27-ից, երրորդ կոչվող հանրապետության խայտառակության տարբեր տարիներին տեղի ունեցած հանցագործությունների մասին խոսեց։ Մարտի 1-ի մասին է խոսում Սասունը եւ ասում, որ 700 արցախցի են բերել եւ բաց թողել ժողովրդի վրա, ինքը որ տեսել է պատերազմներ, բաներ, մոտավորապես է մեջբերում, իր սիրտը թուլացել է, թե ինչպես են այդ գալավարեզները հարձակվում ժողովրդի վրա։ Սասուն Միքայելյան, Փաշինյան Նիկոլը մարտի 1-ին Հայաստան բերված զորքերի պատասխանատուների նկատմամբ իրականացրել է ֆինանսական խոշորամասշտաբ ծառայություններ։ Այդ զորքերի հրամանատարները տասնյակ, 10-ից ավել միլիոն դոլարներ փոխառություններ են ունեցել, պարտքեր են ունեցել Արցախի ներդրումային հիմնադրամին, այսինքն Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Արցախի ներդրումային հիմնադրամի գումարները որտեղից էին գոյանում Սասուն Միքայելյան։ Հայաստանի Հանրապետության կառավարությունն էր ուղարկում։ Հայաստանի Հանրապետության կառավարության փողը որտեղից է գոյանում։ Հարկատուների հաշվին, չէ՞։ Այսինքն քո ասած գալավարեզների հրամանատարները ունեցել են խոշորամասշտաբ պարտքեր ՀՀ քաղաքացիների նկատմամբ, որը չեղարկվել է, ջրվել է Փաշինյան Նիկոլի կառավարման ժամանակահատվածում։ Այս հարցը 70 տարեկան մարդը սպիտակած մազերով կյանքի ճնշող մեծամասնությունը անցել է։ Այս հարցը քանի տարի է խոսում եմ սրա մասին, դու երբեք չես լսել։ Երբևէ դու հարց տվել ես Փաշինյան Նիկոլին, թե պարոն Փաշինյան Նիկոլ, դու դրանց նկատմամբ դու դրանց վերաբերյալ ինչու ես ֆինանսական ծառայություններ մատուցել, իսկ կարող է բարոյահոգեբանական ծառայություններ մատուցել։ Խոսում ես մարտի 1-ի հանցագործության մասին, առանց այս հարցը բարձրացնելու դուրս ես գալիս ազգային ժողով դրա մասին ես խոսում։ Քեզ ինչ կարելի է ասել այսքանից հետո։ Այդ քո հայտարարությունները ազգային ժողովից, այս խոսքը, այս ամենը մնալու է, չի ջնջվելու։ Այս ամենի մասին եւ դու պիտի պատասխան տաս եւ ես պիտի պատասխան տամ։ Այս խոսքի համար դու ամոթ չես անում Միքայելյան Սասուն։ Ամոթ չես անում։ Դու հիմա կամ դուք Նիկոլ Փաշինյանը այսքանից հետո մարտի 1-ի դեպքերի ժամանակ ո՞ր կողմից է եղել։ Ժողովրդի կողմից է եղել, թե Սերժենց կողմից է եղել։ Միքայելյան Սասուն ում կողմից է եղել։ Ժողովրդի կողմից էր, բայց ժողովրդի վրա կրակողների նկատմամբ ֆինանսական ծառայություն է մատուցել։ Բա ինձ ինչու չմատուցեց Միքայելյան Սասուն ֆինանսական ծառայություն։ Խոսք է գնում 10-ից ավել միլիոն դոլարի մասին է խոսք է գնում միայն 2 դրվագով։ Խոսքը վերաբերում է Օգանովսկուն, խոսքը վերաբերում է Գագիկ Սարգսյան։ Օգանովսկին պատասխանատուներից մեկն է եղել եւ Գագիկ Սարգսյանը սպեցնազի Գագոն, ով հանգիստ հիմա շրջում է Երևանում, ինձանից էլ, քեզանից էլ եւ նա լավ են ապրում։ Այս հարցը ով պիտի բարձրացնի։ Ընդդիմությունը չի բարձրացնի, բնականաբար դու էլ չես բարձրացնի։ Մարտի 1-ի քաղաքական պատասխանատուների փեսեկը նույն ձեր կառավարման ժամանակահատվածում, օրինակ Սերժի Կրծեր փեսեն 50 միլիոն դոլար 50 միլիոն դոլար պարտք է ունեցել ներդրումային հիմնադրամին։ Միքայելյան Սասուն, հիմա դուք մարտի 1-ի ժամանակում կողմից եք։ Ժողովրդի թե Սերժի։ Ում կողմից ես եղել։ Գիտես, եթե այսպիսի ամորալություն իրեն թույլ տա, ասենք նորընծա
Նիկոլականը, որ նոր է դեպուտատ դարել, մի կերպ ուզում է տեղավորվի, տաքուկ պաշտոն է տվել, միտեղ տեղավորվի, բանի, աշխատավարձ է ստանում, բայց դու կյանքդ ապրած մարդ ես, դու ամոթ չես անում, Մարտի 1-ի քաղաքական պատասխանատուներից մեկը եղել է Հովիկ Աբրահամյանը, 20 միլիոն դոլար Արցախի ներդրումային հիմնադրամին պարտք է ունեցել, այդ պարտքը փակել է, Միքայելյանս ասում, թե դուք սրա հետ կապ չունեք, եթե դուք սրա հետ կապ չունեք, դուք անմեղ սունակիք, ոնց կապ չունեք, Սերժի Կրծեր Փեսան, Հայկ Խաչատրյանը 50 միլիոն դոլար, Արցախի ներդրումային հիմնադրամ, էլ չեմ ասում, այն որ կողքդ մեկը նստած է, Նարեկ Կարապետյանը անուն ազգանունով, վերնագրով, օլիգարխի զարմիկը, օլիզար, այն որ հա հետը խոսում ես, շատ ջերմ հարաբերություններ ունեք եւ իրար հակառակ եք։ Դրա հորոխբերն էլ 30 միլիոն դոլար է փող ունեցել, վարկ ունեցել, բայց արդեն ոչ թե ներդրումային հիմնադրամին, այլ Արջին բանկին, որը ջրվել է քո քաղաքական ղեկավարի, արդեն քո քաղաքական ղեկավարի ստորագրությամբ։ Ու դու մարտի 1 ես խոսում, ու դու մարտի 1-ի մասին ես խոսում։ Միքայելյանս ասում, դուք գիտեք ինչ եք նման, դուք նման եք նրան, որ մերելների հաշվին փող են աշխատում, PR են լինում, ռեկլամ են լինում, ձեր բարբարով ասած։ Որտեղ մի մերել եք գնում, ռեկլամ եք անում ինքներդ ձեզ։ Հոկտեմբերի 27-ի մասին ես խոսում, այն մի կողքը դել Քոչարյան Անդրանիկն է, չէ՞ նստած։ Քոչարյան Անդրանիկը, ով առաջինն էր, որը Թավշյա ոչ բռնի խեղկատակությունից հետո քաղաքականապես արդարացրեց Սերժիկ Սարգսյանին։ Ամենայն հավանականությամբ Քոչարյան Անդրանիկը մի բան է գրել, տվել է ձեռդ, ուղարկել է ամբիոնի մոտ, որպեսզի գնաս այնտեղ առանց հասկանալու կարծես, որ Լիտվինենկոն, ռուսները մարտի 1-ը սարքեցին, էս արեցին, են արեցին, էլ կարդում ես, ոչ թե մարտի 1-ը հոկտեմբերի 27-ի մասին է խոսքը։ Մերելտուն, հարստիկտուն, Լիտվինենկոն, Քոչարյան Անդրանիկն է ասում, մի հատ էլ ամենայն հավանականությամբ, շատ կզարմանամ, եթե իմանամ, որ այդ թուղթը ինքը չէր տվել քեզ, որ դու գնայր այնտեղից կարդայիր։ Նայիրի Հունանյան, Նիկոլ Փաշինյան կապի վերաբերյալ, տեղեկությունների վերաբերյալ դու տեղյակ չես, այդպիսի բան չկա, Նայիրի Հունանյանը կապ չունեցել, Նիկոլ Փաշինյանի հետ բացարձակապես։ Դեմիրճյանների ընտանիքի փաստաբանը ասում է, ինչ է ասում է Նայիրի Հունանյանը եղել է ազգային անվտանգության ծառայության գործակալ, աշխատել է ազգային անվտանգության ծառայության հետ։ Մոտավորապես մեջ են բերում նրա հարցազրույցից 19 թվականին է տվել։ Սրա մասին դու տեղյակ ես, Միքայելյանս ասում, չէ՞։ Ազգային անվտանգության ծառայության գործակալը մտնում է քո ընկերոջն է սպանում, դու ներկայացնում ես Վազգենին որպես քեզ ընկեր, չէ՞։ Եվ դու այս հարցի վերաբերյալ որպես պատգամավոր Սերժ Սարգսյանին ինչ-որ բան է հարցեր չունես տալու քո ազգային ժողովի ամբիոնից ելույթ ունենալու ընթացքում հարցեր չկա։ Ընդհանրապես նմանատիպ դեպքերում բան է լինում, ինչ է տեղի ունենում, այդ ոլորտի պատասխանատուները եթե չեն դատվում, նրանց կարիերայի վրա մեծ խաչ է քաշում, այդ ինչպես ստացվեց, որ Սերժիկի դեմը բոլոր դռները բացվեցին, դրանից հետո բացվեցին այնպես, ինչպես Նայիրի Հունանյանի դեմն էին դռները բացվում։ Կալաշնիկովով մարդը քայլում է եւ նրա դիմացը բոլոր դռները բացվում են։ Եթե պարզվում է ազգային անվտանգության ծառայության գործակալ է Միքայելյան Սասուն, ինչպես օրինակ Արարատ Միրզոյանը, ինչպես ձեր թիմակիցներից շատերը, եւ դու ոչ մի հարց չունես։ Այս պրիզմայով չես նայում, չէ՞ տեղի ունեցածին, Լիտվինենկոն այսպիսի բան է ասել։ Ասում է Քոչարյան Անդրանիկը 8 տարի իշխանության եք։ 8 տարի դուք իշխանության եք։ Ցմաներից Միքայելյան Սասուն, ցմա դատապարտվածներից բազմաթիվ պրեցեդենտներ կա, որ ցմա դատապարտվածներից հարցազրույց են վերցնում։ Կազմակերպեք թող Նայիրի Հունանյանը հարցազրույց տա։
Ինչու չեք կազմակերպում։ Հանրային հեռուստաընկերությունները ձեր տակը, քրեակատարողական ծառայության այդ ամբողջ համակարգները ձեր տակը, Նայիրի Հունանյանն էլ կարծես թե, չէ՞, իշքան գիտեք չի մահացել, դուք այդպիսի տեղեկություն չկա։ Կազմակերպեք թող Նայիրի Հունանյանը հարցազրույց տա, իմ կարծիքով լիքը հետաքրքիր բաներ կպատմի հանրությանը, ինչու չեք կազմակերպում։ Կազմակերպեք Միքայելյան Սասուն։ Ու դուք ինչքան պիտի դուք գրողի տարածքներ, անամոթներ, դուք ինչքան պիտի մարտի 1-ի մեռելների թեման շահարկեք մի կտոր լափի համար եւ հոկտեմբերի 27-ի մեռելներին շահարկեք ելի մի կտոր լափի համար։ Ազգային անվտանգության ծառայության պատասխանատուներն են հարցաքննվել, հա, այն կոնտեքստում, որ ես եմ ասում։ Իմիջայից հետաքրքիր բան պիտի ասեմ, Հայաստանում իշքան այսպիսի ողբերգական իրադարձություններ են տեղի ունենում, Սերժը Հայաստանում չէ։ 16 թվականի ՊՊՑ գնդի գրավման ժամանակ էր Հայաստանում չէր, որը կազմակերպվեց էլի հայրենի ազգային անվտանգության ծառայության գործակալների միջոցով։ Դու սրա մասին տեղյակ չես ընդհանրապես Սասուն Միքայելյան, չէ՞։ 30 տարի անցած դեպքերի վերաբերյալ դուք պահում եք տվել եք լռության ուխտ եք տվել, օմերտա եք տվել եւ պատե անպատե առիթներով պիտի դուրս գաք եւ շահարկեք, բնականաբար դաշնակ մաշնակներից էլ ով պիտի հելնի այդ հարցին պարլամենտում այս կոնտեքստով ձեզ պատասխանի։ Դաշնակ մաշնակները պիտի դուրս գան, ասեն, սա քաղաքական հետապնդում է, նա է, մեր ղեկավարը սուրբ անձնավորություն է, նա այդ ամեն ինչ աշխատել է հալալ քրտինքով, հալալ քրտինքով է աշխատել։ Այսպես պիտի պատասխանեն ձեզ, որպեսզի դուք էլ ձեզ մոտիվ տան ժամանակակից հայերենով ասած հելնելու դրած մեջքին։ Չէ՞, Միքայելյան Սասուն։ Ինչքան դու հանրապետական կուսակցության անդամ ես եղել, ես կարծում եմ մինչև հիմա էլ հանրապետական կուսակցության անդամ ես։ Ես կարծում եմ մինչև հիմա էլ Սերժը քեզ համար բացառիկ հեղինակություն է։ Մինչև հիմա, բայց այս ամենը բացահայտվելու է։ Այս ամենը բացահայտվելու է։ Ես իմ ասացի համար ես իմ արտաբերած ճշմարտացի խոսքի համար պիտի պատասխան տամ եւ տալիս եմ եւ զրկանքներ եմ կրում, դու էլ այդ ձեր տարածած կեղծիքների համար պիտի պատասխան տաս Միքայելյան Սասուն։ Կգա այդ օրը եւ ներքին գործերի նախարարը ամբողջը փաստացի կներկայացնի հայ ժողովրդին։ Այն ժողովրդին ում հեծել եք դուք փողերն եք ուտում, մոլորեցնում եք, այնպես ինչպես չի մոլորեցել ոչ մի սուլտան եւ ոչ մի շահ, այնպես ինչպես դուք եք մոլորեցնում։ Նիկոլ Փաշինյանը ասում է, ես ուզում էի բացահայտվեին հանցագործությունները, բայց մեր դատա իրավական համակարգը մեր դեմ դավադրություններ է անում, ասում է 10 րոպե, ասում է շնորհակալ եմ համակարգին։ Այդ նույն համակարգին համ շնորհակալ է, համ դավադրություններ է կազմակերպում, անմեղսունակ, միայն անմեղսունակը կարող է 10-15 րոպեների ընթացքում այսպիսի հակասական մտքեր արտահայտի եւ երկու միտքն էլ փորձի հիմնավորել։ Եվ դուք ենթարկվում եք սրան, Միքայելյան Սասուն։ Դու ենթարկվում ես սրան։ Դու ոնց գետինը չես մտնում։ Ոնց դու գետինը չեք մտնում։ Այդ օրը կգա, վստահ եմ, ես ուղղակի վստահ եմ։ Ես ամեն ինչ անելու եմ այդ օրը հնարավորինս շուտ գա։ Որովհետև միայն ճշմարտության բացահայտման միջոցով կարող է շանս լինել, որ այս հողի վրա բացվի արև։ Ես ձեր տիրոջ մերը